Ապրելով Հայաստանում եզդի ժողովուրդը դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ եւ ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները։ Ըստ այդմ եզդի ժողովուրդն իր ուժերի ներածին չափով մասնակցել է նաեւ Արցախյան ազատամարտին։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը։ Հատկապես վերջին 100-ամյակի ընթացքում եզդի ժողովրդի ճակատագիրը անկախտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի պատմության հետ։ Դրա վառապացույցներից են նաև Արցախյան շարժումն ու ազատամարտը։ Եզդիները միացան հայ ժողովրդի ազատագրական պայքարին ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականի աշխարհամարտին նրանք իրենց ճակատագիրը կապեցին հայ ժողովրդի հետ եւ չսխալվեցին։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը դարձավ հայ եւ եզդի ժողովուրդների փորձակարը, այդպես էլ Արցախը դարձավ երկու ժողովուրդների նորօրյա բարեկամության վկայագիրը։ Աշխարհի եւ Հայաստանի Հանրապետության եզդիների ազգային միությունների նախագահ, եզդիների ազգային պատմագիտության եւ աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանն արժանիորեն շարունակեց եզդի ժողովրդի լեգենդար զավակ Ջհանգիր աղայի գործը, որը նախորդ առաջին տասնամյակին անվարան կանգնեց հայ ժողովրդի կողքին, մասնակցեց Բաշապարանի Սարդարապատի հերոսամարտերին եւ իր ժողովրդի անունները հավերժորեն թողեց ոչ միայն եզդի, այլև հայ ժողովրդի հիշողության մեջ։ Պարոն Թամոյան, ադրբեջանական կողմը նաև կենտրոնացած է ձեր անձի վրա։ Բազմաթիվ անպագորգոր հայտարարություններ են տարածվում, սպառնալիքներ։ Ինչպիսին է ձեր վերաբերմունքը այս երևույթին։ Ես ասեմ, դա իրենց գործն է։ Ինչ ուզում են թող անեն, ինչ ուզում են թող գրեն։ Դա ինձ ուղղակի զարմացնում է, որ դրանք միակողմանի են աշխարհի նկատմամբ վարում, միակողմանի։ Նրանք չեն պատկերացնում, որ այդ հողը ճշմարտություն գոյություն ունի, անկեղծություն, ազնվություն գոյություն ունի։ Այս երկերը եղել է հայերին եւ պետք է մնա հայերին։ Պարոն Թամոյան, վերջին ժամանակահատվածում հատկապես սահմանագծի ամբողջ երկայնքով պարբերաբար կրակոցներ են։ Ադրբեջանը անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը։ Եզդի ժողովրդի մոտ արդյոք սա խուճապ առաջացնում է, թե ոչ։ Գիտեք, մենք խուսափ չի առաջացնում, բայց զարույթ է առաջացնում։ Ես դատապարտում եմ նման երևույթները, դա ծանրագույն հանցագործություն եմ համարում մարդկության համար։ Չի կարելի այսօր աշխարհում խաղաղություն լինի, ինչպես արաբական երկրներում տեսնում ես օրական հարյուրավոր մարդիկ ամենտեղ զոհվում են։ Ինչի համար։ Եթե շարունակեն, իհարկե, կողզիչում չի լինելու, միայն մենք կանգնենք ոտքի մեր հայ եղբայրերի կողքը, որ շատ իմանան, որ մենք զիջում չենք անելու, ինչ զիջում պետք է լինի, ես չգիտեմ։ Մարդիկ ապրում են տան մեջ, թող ապրեն, ինչ ա եղել, ինչ են ուզում։ Արցախյան շարժման հանրահավաքներում, որին մասնակցում էին նաև մեծաթիվ եզդիներ, Ազիզ Թամոյանն իր կրակոտ ու սրտառուչ խոսքով ոտքի հանեց իր ազգակիցներին։ Մեր ազգային ջոկատը իր առաջին մարտական մկրտումը ստացավ երասխավանի դեպքերի ժամանակ։ Իմ ազգի այն զավակները, որոնք կանգնեցին իրենց պապերի պատվի համար, ես նրանց բոլորին փառք եմ տալի, եւ կենթանիներին, եւ զոհվածներին, որոնք մեծ պատմություն թողեցին մեր երկու ազգերի պատմության մեջ, այն պատմությունը, որը շարունակել էին Շեխ Միրզան, Քահանա Պողոսը, Ուսուբեգը, Ջանգիր աղան, եւ նրանից հետո շարունակեցին նրանց թորները, նրանց ծորները։ Եթե Աստված ոչ արարծե հանգարց երկրորդ անգամ ադրբեջանցին սխալվի, նրանց համար դա ճակատագրական սխալ կլինի։ Եզդի կամավորականները միաժամանակ համագործակցել են հայկական ջոկատների, մասնավորապես Սասունցի Դավիթ ջոկատի հետ, օժանդակելով զենքով եւ զինամթերքով։ Թամոյանի գլխավորած ջոկատում ընդգրկված էին տարբեր տարիքի մոտ 500 ազատամարտիկ եզդիներ, ովքեր հայկական ջոկատների հետ մասնակցել են նոյեմբերյանի Կրասնոսելսկի շրջանների մարտական գործողություններին։ Ակնառու է եղել նրանց ավանդը ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Մարտակերտի եւ Հադրութի շրջանների մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերում։ Նկատենք, որ դեռ Արցախյան պատերազմի տարիներից ադրբեջանական իշխանությունները բռնի կերպով մարտական գործողությունների ամենաթեժ կետերը համալրում էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրող էթնիկ ժողովուրդները գտնվում են ադրբեջանական իշխանությունների մշտական հալածանքի ներքո։ Կեղծ ժողովրդավար ձևացող այս բռնապետական երկիրը ոտնահարելով մարդու իրավունքները այսօր էլ բռնի կերպով բանակ է զորակոչում մեծ թվով թալիշների, ուդիների, աբխազների եւ այլն։
Այնինչ Հայաստանում բնակվող եզդի ժողովուրդը ինքնակամ սատար է կանգնել ու մինչ այսօր էլ հայոց բանակի կողքին է։ Արցախյան ազատամարտում ունեցած մեծ ներդրման համար եզդի ազատամարտիկները պարբերաբար արժանացել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներին։